Թող փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսը, սիրելի Աստծո ժողովուրդ, որ կրկին ու կրկին հավաքել է մեզ իր սուրբ խորանում, իր անարատ խոսքերը մեզ փոխանցելու եւ մեր ծարաված ոգին կերակրելու Աստծո վախով, ամեն։ Հիմա այսօրվա սերտողության թեման է Եսայի 23-րդ գլուխ։ Տիվրոսի ավերումը եւ վերանորոգումը Աստծոյի փառքի համար։ Տիվրոսը, որը Սիդոնը Տիվրոսը հասկանում ես, Իսրայելի սահմանակից քաղաքներն էին, ամեն։ Տիվրոսի պատգամը, ողբացեք ով Թարսիսի նավեր, որովհետև ավերակ է դարել ոչ տուն կա եւ ոչ մուտք։ Գիտացիների երկրիցը հայտնվեցավ նրանց։ Լռեցեք ով ծովիեզերյա բնակիչներ, Սիդոնի ծովագնաց վաճառականները քեզ լցրել էին։ Շատ ջերերի մեջ Սիովրի սերմը, Նեղոսի ունցքը նրա եկամուտն էր, եւ նա եղել էր ազգերի վաճառանոցը, ինչը Տիվրոսը եւ Սիդոնը։ Ամոթ քեզ, ով Սիդոն, որովհետև ծովը խոսում է, ծովի զորությունն ասում է, ես ծննդկանի ցավ չեմ քաշել եւ չեմ ծնել, եւ երիտասարդներ չեմ մեծացրել եւ կույսեր չեմ բարձրացրել, երբ որ լուրը Եգիպտոս հասնե, պիտի ոլորվին Տիվրոսի լուրի համար, հույսը ինչ է կապ է Տիվրոսի վրա, անցկացեք Թարսիս, ողբացեք ով ծովիեզերյա բնակիչներ, սա է ձեր զվարճացյալ քաղաքը, Տիվրոսը նկատի ունի, սա է ձեր զվարճացյալ քաղաքը, որի հնությունը ին ժամանակից է, ուրեմն մեկից մինչև 14-ի վերջ խոսում է Տիվրոսի կործանման մասին, կարակ ուշադիր հետևեք, երբ որ լուրը Եգիպտոս հասնե, պիտի ոլորվին էլի տառապեն Տիվրոսի լուրի համար, որ հույսը ին կապ է, հիմա այդ հույսը չկա, անցկացեք Թարսիս, ողբացեք ով ծովիեզերյա բնակիչներ, սա է ձեր զվարճացյալ քաղաքը Տիվրոսը, որի հնությունը հին ժամանակից է, նրա ոտները պիտի քշեն նրան հեռու տեղ պանդուխ լինելու, մի խոսքով ինք իր ոտքով կգնա ծառա եւ ստրուկ լինելու, ով արավ այս խորհուրդը Տիվրոսի մասին, որ պսակներ էր բաժնում, որի վաճառականները իշխաններ էին, որի առատուր անողները երկրի պատվավորները, Զորաստերն է արել այս խորհուրդը, որ խայտառակե ամեն զարդի բարձրություն, որ անարգե երկրի բոլոր պատվավորներին, էսի Տիվրոսի հարուստներին, մեծավորներին, որ պիտի անարգանք հագցնե, որտև այս բոլորը խոսում է Տիվրոսի ավերման մասին մարգարեություն մինչև 14-րդ խոսքի վերջը, 10-րդ խոսք, հեղեղիր քո երկիրը Նեղոսի պես, ով Թարսիսի աղջիկ, իսկ Թարսիսը հենց Տիվրոսում էր Տիվրոսի քաղաքներից էր, հիշում եք, որ Հովնանը Թարսիս էր ուզում փախչել Նինվեի տեղը, հեղեղիր քո երկիրը Նեղոսի պես, ով Թարսիսի աղջիկ, այլևս արգել չկա, նա իր ձեռքը մեկնել է ծովի վրա, սարսեցրել է տերություններին, Եհովան պատվիրել է քանանացիների մասին, որ նրա բերդերը քանդեն, պետք է թշնամիները կան ու քարուքան դանեն, ես քանանացիների մեջ նաև մտնում է Տիվրոսը, ամեն։ Եհովան պատվիրել է քանանացիների մասին, որ նրա բերդերը քանդեն, եւ ասում է, դու այլևս պիտի չուրախանաս, ով դու Սիդոնի պղծված կուսական աղջիկ, Տիվրոս Սիդոն, հիմա պարսիկներն ու մարերն ընցել Տիվրոսի եւ Սիդոնի բնակիչները, դու այլևս պիտի չուրախանաս, ով Սիդոնի պղծված կուսական աղջիկ, դեպի Կիտիմ վեր կաց, անցիր, բայց այնտեղ էլ պիտի հանգիստ չլինես, ահա քաղդեացիների երկիրը, այս ազգը, որ չեր եղած,
Ասորեստանը հիմնեց դրան անապատումը բնակողների համար, նրան կագնեցրին նրա աշտանակները, քանդեցին նրա պալատները, նրան ավերակարին, եսի Տիվրոսին ավերաբերվում ամեն ինչը, ողբացեք, ով Թարսիսին ավեր, որ ձեր ամրությունը քարուքանդ եղավ։ Հիմա արդեն խոսում է Տիվրոսի վերականգնումը եւ Ազարամյա թագավորության մեջ մտնելն, ամեն։ Եվ այն օրերը կլինի, որ Տիվրոսը կմոռացվի 70 տարի, մեկ թագավորի օրերի չափ, 70 տարուց հետո կլինի Տիվրոսին, այն պորնիկի երգի համեմատ։ Արքնարը շրջիր քաղաքը, ով մոռացված պորնիկ, լավացիր շատ երգեր երգիր, որ քեզ իշեն։ Եվ 70 տարուց հետո կլինի, որ Տեր այցելություն կանե Տիվրոսին, եւ նա ետ կդառնա դեպի պորնկական վարսքը։ Պորնկական վարսքը առևտուրը նկատի ունի, Ազարամյակում նա առևտուրը անելու, եւ այդ իր գանձարանը չի մտնելու, բերելու է տա Երուսաղեմի սրբերին, ամեն։ Եկամուտը հիմա լիմի 10-րդն է գալիս, այնքան մեծ վարսքերը գալու են Երուսաղեմ։ Եվ 70 տարուց հետո կլինի, որ Տեր այցելություն կանե Տիվրոսին, եւ նա ետ կդառնա դեպի պորնկական վարսքը, էսի ասուն զզվելի բանը առտուրը, ամեն, դրա համար է այս բառով ներկայացնում։ Ինքը շատ առևտրական մեծ քաղաք է Տիվրոսն ու Սիդոնը։ Եվ նա ետ կդառնա դեպի պորնկական վարսքը եւ կպորնկանա աշխարհի երեսին եղող բոլոր երկրի թագավորությունների հետ։ Առտուր կանի։ Եվ նրա աշխատանքը ու վարսքը պիտի նվիրվի Տիրոջ, եթե սա իրականից պորնկության գողության վարսք էր, Տիրոջ գանձարան չէր կարա մտնի, իսկ եթե սա առևտուր էր, որը Տերը թույլ է տալիս, բայց կեղտոտ գործ է, դրա համար էլ այդ աշխատավարձ, այդ աշխատանքը բերում են եւ նվիրում են Երուսաղեմում եղած սուրբերին։ Եվ նրա աշխատանքը ու վարսքը պիտի նվիրվի Տիրոջը։ Նա չպիտի գանձարան մտնի, իրաց գանձարանը չի մտնելու, եւ չպիտի շտեմարաններում պահվի, այլ Տերոջ առաջին բնակողները, որոնք սրբերն են լինելու Հիսուսի հետ, ապշտակվող սրբերը, այլ Տիրոջ առաջին բնակողներինը պիտի լինի նրա աշխատանքը, որ ուտեն, կշտանան եւ պատվական զգեստներ ակնեն, ամեն։ Նույնը այսօր եկեղեցու սպասավորներին պահում են տարատեսակ տեղերից եկած հեթանոսները, որ եկել են, դարել են մեկ շունչ, մեկ հոգի մի մտածում, եւ մենք նրանց հոգեվոր կարիքներն ենք հոգում, նրանք էլ մարմնավոր բաներում օգնում են, առատությամբ օգնում են, պարտքի զգացումով կրկնակի պարտք են համարում իրանց, ինչպես Տիմոթեոսի ուղերձում ագրված, որ խոսքին նվիրյալ խոսք աշակերտող ու խոսքը քարոզող հովիվը կարելի է անգամ կրկնակի հարգանք վայելի եւ կրկնակի օգնություն ստանա ձեզնից մարմնի բաների կոմանե, ամեն, որտեվ դուք իշքան էլ պահանջում եք կրկնակի չէ եռակիորեն, հովիվը ձեր հոգևոր պետքերն օգում է եւ մեկ օր չի տրտնջում, թե դու շատ ես հարց տալիս, շատ ես կարիքի մեջ, շատ ես տկարանում, ամեն, նա հոգատարությամբ գալիս եւ հոգատանում քեզի, նույնն էլ դու քո վրա պարտքի զգացում ես վերցնում, որ նրան օգնես մարմնավոր այդ լեշերի, մարմնավոր այդ ֆինանսի, որևիցե շորի, հացի հարցում, ամեն, որ հավասարություն լինի այսօրվա քո հոգևոր պակասին մեջինն ալեցնում, վաղվա մեր մարմնավոր պակասն էլ քու մեջինն ալեցնում եւ լինում է հավասարություն, ամեն, փառավորվի Տերը, իսկ ով գողանում է Տիրոջ բաժինը, Աստված նրա տանից օրհնությունները փակում, աշխատում է գրպանը դատարկ մնում, օրհնություն չկա, որտեվ դու վազ ես տալիս, ասում է քո տան համար, բայց իմ տունը մոռացված է քո համար։ Իսկ եթե դու վաստաս Տիրոջը մար, ամեն բանից առաջ ասունը փնտրես, ասունը տաս, Աստված էլ ամեն բանից առաջ քո տունն ու տեղը կօրհնի, ամեն։ Այսքանով ավարտեցինք Եսայա 23-րդ գլխի սերտողությունը, ամեն։ 24-րդ գլուխ Հրեաստանի ավերումը
տիրոջ փառքը պիտի հայտնվի Սիոնում։ Ուրեմն 24-ի 1-ից մինչև 13-ի վերջ խոսում է Արիաստանի ավերման կործանման մասին։ Նրանից հետո խոսում է հազարամյակ եւ մեծ նեղություն, որը համարներով կասեմ, որ դուք ձեր գրքերի մեջ նշեք։ Այս առաջի մասը Արիաստանի ավերման մասին է, ես տեղ կայնեմ ու կհաստատեմ, որ կարաք դուք գրեք, որ ձեր հարց պատասխանի ժամանակ ձեր մանուկներին վստահ ասեք, ես Արիաստանին է վերաբերվում։ Ամեն 24-րդ գլուխ։ Ահա Տերը դատարկելու է երկիրը, որ երկիրը Հրեաստանը։ Ահա Տերը դատարկելու է երկիրը եւ նրան քարուքանդ է անելու եւ փոխելու է նրա կերպարանքը եւ ցրվելու է նրա բնակիչներին եւ կլինի ինչպես որ ժողովրդին, նույնպես էլ քահանային։ Քահանա, էսի տիրոջ քահանաները նկատի ունի։ Ինչպես Սարային, այնպես էլ նրա տիրոջը, ինչպես աղախինին, այնպես էլ նրա տիկնոջը, ինչպես ծախու առնողին, այնպես էլ ծախողին, ինչպես փող տվողին, այնպես էլ փող առնողին, ինչպես պարտա տիրոջը, այնպես էլ պարտականին։ Երկիրը էլի գրեք, իսրայելացիների երկիրը, Հրեաստանի երկիրը։ Երկիրը դատարկելու, դատարկ է անելու եւ կողոպտելով կողոպուտ է դառնալու, որովհետեւ ուշադիր սա հաստատում արդեն որ Իսրայելն է, որովհետեւ Տերն է խոսել այս խոսքը. տխրելու տրտմելու է երկիրը, նվաղելու ու տրտմելու է աշխարհը, նվաղելու են երկրի ժողովրդների մեծամեծները, Հրեաստանի երկրի։ Հեսա կտեսնեք պատասխանը։ Եվ երկիրը պղծված է լինելու իր բնակիչների տակին, որովհետև օրենքը զանց են արել։ Ով գիտեր տիրոջ օրենքը։ Իսրայելը, Հրեաստանի երկիրը, որովհետև օրենքը զանց են արել, պատվիրանքը փոխել։ Ումն էր տրվել պատվիրանքները։ Մովսեսով Հրեաստանին, ամեն։ Որովհետև օրենքը զանց են արել, պատվիրանքը փոխել են, հավիտենական ուխտը խափանել։ Իրանք էին, չէ՞ ուխտ արել, որ տիրոջը ծառային ու խափանեցին։ Տեսեք, որ սա Հրեաստանին նկատի ունի։ Որովհետև օրենքը զանց են արել, պատվիրանքը փոխել, հավիտենական ուխտը խափանել։ Դրա համար անեծքը թափել է երկիրը։ Դրա համար անեծքը թափել է երկիրը, ստե երկրի վրա, երկրի մեջ էլի, կարա գրեք երկրի վրա, Հրեաստանի երկրի վրա։ Դրա համար անեծքը թափել է երկրի վրա եւ բնակիչները նրանով պատիժ կրեցին։ Այս պատճառով երկրի բնակիչները այրվեցան եւ քիչ մարդիկ մնացին, բնաջինջ ելան մեղքի պատճառով։ Նոր գինին սուք է անում, նվաղում է որդը, տեսեք անեսքից բերքել չի լինում։ Հառաչում են բոլոր ուրախասիրտները, դադարել է թմբուկների զվարճությունը, կտրվել է ուրախացողների աղաղակը, դադարել է քնարի զվարճությունը, գինին երգով չեն խմելու, դառնանալու է ցքին իր խմողների համար, ջարդվել է դատարկ քաղաքը, կղպվել է ամեն տուն, մտնել չկա, սաղամայի ամնացել։ Այսի լրիվ Հրեաստանին է վերաբերվում, թեկուզ ուղիղ չի գրում, բայց համարներով ապացուցեցին, որ Հրեաստանն է։ Լաց կա գինի համար փողոցներումը, մտնել է ամեն ուրախություն, վերացել է երկրի ցնծությունը, ամայություն է մնացել քաղաքումը եւ փշրվել ավերակ է դարել, որովհետև այսպես պիտի լինի երկրի մեջ, որ երկրի, Հրեաստանի, Իսրայելի, որովհետև այսպես պիտի լինի երկրի մեջ ժողովուրդների միջումը, այսինքն ինչպես թափված ձիթենին, ինչպես ճռակախ այգեկութը վերջացնելուց հետո ճռակախ են անում եւ նրանք կբարձրանան արդեն, էսի Իսրայելն է վերաբերվում, գնաց հազարամյակ, 14-ից հազարամյակ է խոսում, եւ նրանք կբարձրանան, տեսեք ճռակախ արած ձիթենի ման բնաջինջ կան, էլի ամենքին հարված կտա ու փոխում է 14-ից խոսքը, 14-ը եւ 15-ը խոսում է հազարամյակ,
եւ նրանք կբարձրացնեն իրենց ձայնը կցնցան Տերոջ փառավորությամբ կաղաղակեն ծովի կողմիցը։ Սրա համար արևելքումը փառավորեցեք Տիրոջը, ծովի կղզիներումը Իսրայելի Տեր Աստծոյի անունը։ Ստե հազարամյակի մասին խոսելը վերջացավ։ Երկրի ծայրերիցը երգեր լսեցինք, փառք արդարին, բայց ես էլի Իսրայելին նկատի ունի, բայց ես ասեցի, մաշված եմ, վայ ինձ, հափշտակողները հափշտակում են, հափշտակողները հափշտակում են, վախ ու վիհ ու վարմ կա քեզ համար, ով երկիր, Հրեաստանի երկիր, ով երկրի բնակիչ, էսի Հրեաստան էլի նկատի ունի, վախ ու վիհ ու վարմ կա քեզ համար, ով երկրի բնակիչ, եւ ով որ փախչելու լինի ձայնիցը, վիհն է ընկնելու, եւ վիհի միջիցը դուրս եկողը վարմի մեջ է բռնվելու, որովհետեւ վերևից բաց են պատուհանները եւ երկրի հիմունքը պիտի սարսեն։ Հիմա 15 խոսք եմ, 19 եւ 20 խոսքը վերաբերվում է մեծ երկրաշարժներին, այսի ամբողջ աշխարհի վրա, որ պիտի մեծ նեղության մեջ անգամ կատարվի։ Եղել են երկրաշարժեր, բայց ամենամեծ երկրաշարժը լինելու է մեծ նեղության եւ նեղության շրջաններում։ Տեսեք 19 խոսքից ճեղքոտվում է երկիրը, բացվում է, որ քաղաքները պետք է գնան գետնի տակ։ Ճեղքոտվում է երկիրը, Եսայի 24, 19 խոսք։ Ճեղքոտվում է երկիրը, պատառ է լինում երկիրը, դողում է երկիրը, երերում է, էլի գլորվում է, երերվում, տրորվում է երկիրը արփածի նման, եւ ճոճվում է յուղը վրանը նկատի ունի, յուղի նման, եւ նրա մեղքը ծանրացել է նրա վրա։ Հիմա տեսեք, որ երկրաշարժը ապստամբիկ ժողովրդին է բաժինացնում։ Եթե երկիրը սուրբ լինի, երկրաշարժ չի լինի, որտեղ երկրաշարժը դևերը մտնում են ու տարերքը ցնցում են։ Եվ ճոճվում է յուղի նման, եւ նրա մեղքը ծանրացել է նրա վրա, եւ նա վայր է ընկնելու, եւ այլևս վեր չի կենալ, եւ այն օրեսի գնաց մեզնեղություն արդեն, սրանք մեզնեղության մոտակայքում կատարվող բաներ են, 21 ուղիղ մեզնեղություն է խոսում, 23-ից են կողմ հազարամյա թագավորություն, եւ այն օրը 21-ից 22-ը մեծ նեղություն գրեք, եւ այն օրը լինելու է, որ Տերը կայցել է բարձած մեջ բարձած զորքերին, իշեք Միքայելը, որ պատերազմում է ու սատանային վայրակցում, Հայտնություն 12, ամեն, սրա մասին է, եթե ուշադիր նայեք վկայություններն տեղատանում, եւ այն օրը լինելու է, որ Տերը կայցել է բարձած մեջ բարձած զորքերին եւ երկրի վրա երկրի թագավորներին, ընդ պարզ Հայտնության գրքում գրված է, բոլոր թագավորներին, եթե պետք է այցելություն լինի, էդի բարկության բաժակը, որ բոլորը պետք է խմեն, էդի միայն մեծ նեղություն ու մեծ նեղություն։ Եվ այն օրը լինելու է, որ Տերը կայցել է բարձած մեջ բարձած զորքերին եւ երկրի վրա երկրի թագավորներին, եւ պիտի հավաքվին մեկ հավաքված դառնան եւ կապվին գուբի մեջ եւ պիտի բանտարկվին բանտի մեջ։ Էս երբ մեծ նեղություն հազարամյա թագավորությունից առաջ, էդի խոսվում է Հայտնության 19-ի մասին։ Եվ պիտի հավաքվին մեկ հավաքված դառնան եւ կապվին գուբի մեջ եւ պիտի բանտարկվին բանտի մեջ եւ շատ օրերից հետո սատանան արձակվելու է բանտից, իշեք, շատ օրերից հետո պիտի այցելություն ունենան, նորից պիտի այդ կապվածները դուրս գան, հլնեն ապստամբեն Աստծո դեմ եւ Աստծո կրակը պիտի իշտի ու լրիվ վառի եւ արդեն բասարկվին մցնի կրակի լիճ, որտեղ մինչեւ այդ արդեն դժոխք էր նրան մցրե, սուտ մարգարեն եւ ները արդեն Հայտնություն 19-ում մտնում են կրակի լիճ, որտեղից էլ դուրս գալ չկա, սատանան դեռ դժոխքում է մնալու կապված, սրա մասին է խոսում
հայտնության գիրքը նույնպես նորից կարդամ եւ հազարամյակով վերջացնեմ եւ պիտի հավաքվին մեկ հավաքված դառնան եւ կապվին գուբի մեջ եւ պիտի բանտարկվին բանտի մեջ եւ շատ օրերից հետո պիտի այցելություն ունենան ուրեմն 21-22-ը մեծ նեղություն 23-ը հազարամյա թագավորություն եւ պիտի ամաչե լուսինը ու արեգակը պատկառե երբ որ թագավոր է զորած Տերը հալելույա Սիոն սարի վրա եւ Երուսաղեմում է եւ պատիվ կլինի իր ծերերի առաջին ստե տպագրական թերություն կա հիմա ուղիղ եմ կարդում եւ պատիվ կլինի իր ծերերի առաջին ստե եւ պիտի փառավորվի Հիսուս էլի այդ ծերերը անգամ փառավորելու են Հիսուսին եւ պատիվ կլինի եւ պիտի փառավորեն Հիսուսին ծերերի առաջին եւ ծերերը պիտի ոչ թե չարանան հապա ուրախանան եւ նրանք էլ այդ փառքին միանան ամեն այսքանով ավարտեցինք Եսայա 24-րդ գլխի սերտողությունը եւ մեր այսօրվա սերտողությունը մնաք Տիրոջ անմարելի սիրո խաղաղության մեջ ամեն